Բարև ձեզ արգելի բարեկամներ, բոլորիդ առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցեք, տարածեք, հավանեք, մի երկու օր առաջ իմ ընկերներից մեկը Ամերիկայից եկել էր Հայաստան, հանդիպեցինք եւ հետաքրքրվում էր թթի դոշաբի մասին, հարկ համարեցի, որ դες տեղակ պայեմ թթի դոշաբի մասին։ Նախ թթի դոշաբը պատրաստում են սպիտակ խոշորա հատիկ պտուղներից թթի առողջ, պետք է մանրազնին այդ կիսա հասածները, այնտեղ կան չորացածներ կամ տերևներ կամ բան, այդ բոլորը պետք է մաքրվի եւ նոր դոշաբը պատրաստվի։ Տեխնոլոգիայի մասին ավելորդ եմ համարում ասել, քանի որ թութ ունեցողները, ովքեր որ ունեն եւ պատրաստում են արդեն գիտեն, իսկ չունեցողներին էլ բնականաբար պետք չի։ Ասեմ ձեզ, թե ինչի համար են օգտագործում թթի դոշաբը։ Նախ դոշաբը օգտագործում է կարագի, մանրացված ընկույզի կամ հացի հետ միասին։ Ինչ նպատակներով են օգտագործում։ Օգտագործում են փորկապության, մրսածության, հազի, թոքաբորբի, միզապարկի եւ միզուղիների հիվանդությունների բորբոքումների ժամանակ, աղեսլամոքսային համակարգի տարբեր բնույթի հիվանդությունների ժամանակ, օգտագործում են շագանակագեղձի ադենոմայի, դաշտանային ցիկլի խանգարումների, օգտագործում է նաև սիրտ անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ, արգելի բարեկամներ, եւ տալիս է հրաշալի արդյունք, հատկապես փորկապության ժամանակ թթի դոշաբը անզուգական է։ Ասեմ ձեզ, որ թութ ուտելիս չի կարելի խմել սառը ջուր, հետևից։ Բացի այդ, քաղցր թութը հակացուցված է, այսինքն չի կարելի օգտագործել հիպերտոնիկ հիվանդներին, հատկապես շոկ եղանակներին։ Դե թթի սեզոնում եղանակն էլ շոկ է, ապա բարձրանում է ճնշումը։ Շաքարախտով հիվանդներին կիսաքաղցր թութ կարելի է օգտագործել, ամեն ինչը չափի մեջ է։ Եթե կունենաք հարցեր, ապա կարող եք ուղղել ինձ, եթե չունեք հարցեր, ձեզ առողջություն եմ ցանկանում, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38 այդ բոլոր իմ ասածները գրված են իմ գրքերում։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։